նախարար մի քանի օր առաջ համացանցում մամուլում բավականին բուռն հայ, այսպես քննարկումների առարկա էր դարձել շահարկումների, քննադատությունների, ներողություն եմ խնդրում, նաև ծաղրի առարկա էր դարձել ձեր հրապարակածային տեսանյութը, որտեղ դուք սրճարանում սուրճ եք խմում եւ խորհուրդներ եք տալիս որոշակի քաղաքացիներին, հիմնական քննադատության, այսպես նաև թիրախը նաև այն էր, որ մեր երկրում մենք ունենք ահա այսպիսի խնդիրներ լրջագույն առողջապահության համակարգում, թե առաջնային օղակում, թե հիվանդանոցներում եւ թե ընդհանրապես, այս ոլորտում, բայց օրինակ, տեսեք, մեր նախարարը հասցնում է նստել սուրճ խմել, խորհուրդներ տալ կամ չգիտեմ, վիդեոնյութեր նկարել եւ այլն եւ այլն։ Ուզում եմ հարցնել, ինչու եք այդքան պարապ։ Գիտեք, հասցնելու հետ կապված ասեմ, ես 3 երեխա ունեմ, որոնք տարիքով իրար շատ մոտ են եղել, եւ ըստ էության դեռ 10 քանի տարի առաջ ես սովորել եմ ամեն ինչ հասցնելու արվեստը, ինչքան շատ ես աշխատում, այնքան շատ բան ես հասցնում, ինչքան պարապ ես լինում, այնքան ժամանակը չի հերիքում, եւ հանրային կոմունիկացիան էլ մեր աշխատանքի մի մասն է, գիտեք, եւ ես հասկանում եմ նաեւ ինչու են որոշակի ընդդիմադիր գործիչներ եւ ընդդիմադիր լրատվականներ շատ ծանր տանում մեր ակտիվ հանրային կոմունիկացիան, գիտեք ինչու, որովհետեւ իրենք սիրում են մեր մասին միֆեր ստեղծել, իրենք սիրում են մեզ վերագրել բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Եվ երբ որ մենք հանդիսանում ենք, մենք մեզ ցույց ենք տալիս մեր սովորական կյանքը, մեր առօրյան, դա շատ այսպես ծանր են տանում, բայց ուզում եմ իմանաք, որ քաղաքական դեմքը նաև իրական մարդ է, իր իրական խնդիրներով, բայց զոր ու գիշեր պետք է զբաղված լինեք առողջապահության ոլորտի խնդիրներով, առողջապահության ոլորտը բարեփոխելով։ Դե զոր ու գիշեր զբաղվում ենք, որ ի վերջո 90 թվականից հետո այդ երազանքը ունենալ ապահովագրական համակարգ իրականություն է դառնում։ Այս աշխատանքը, այս բարեփոխումը երկար ու ձիգ ցերեկների եւ շատ ուշ երեկոյի աշխատանքի արդյունք է։ Սա նորից եմ կրկնում, նաեւ հանրային կոմունիկացիայի կարևոր ձեռքբերում է։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել նաեւ վերաբերմունքը եւ ձևավորվել վստահություն նախ առողջապահական համակարգի նկատմամբ եւ եթե դուք նայեք վերջին մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված հարցումներին, առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը աճել է եւ իսկապես շատ կարեւոր արդյունք է։ Եվ նաեւ ապահովագրության ակնկալիքը եւ վստահությունն է փոխվել։ Եթե 5 տարի առաջ ընդամենը 70%-ն էր դրական վերաբերվում ապահովագրության ներդրմանը, ամերիկյան համալսարանի վերջին հարցումների արդյունքներով 83%-ը ասել են, որ սպասում են, դրական են վերաբերում այս բարեփոխմանը։ Բասայել է հանրային կոմունիկացիայի արդյունք։ Եվ ասեմ, այո, հացել եմ ուտում, երբեմն գիշերներն էլ քնում եմ։ Տիկին նախարար, եւս մեկ հարց, ձեր գործընկեր անմիջական Հռիփսիմե Հունանյանի հետ կոմունիկացիան ինչպես է ստացվում, քանի որ հենց նա գլխավորում է առողջապահության հանձնաժողովը ազգային ժողովի, եւ դուք էլ տեղյակ եք, թե նրա նշանակման հետ կապված տարատեսակ ինչպիսի քննարկումներ եղան, հատկապես նաեւ այն դեպքում, երբ հաշվի ենք առնում նրա միջին մասնագիտական կրթությունը։ Ոլորտի բազում ներկայացուցիչներ, ես նկատի ունեմ հենց առողջապահական ոլորտի, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ տարիներ շարունակ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են, բժշկությանը, պրոֆեսորներ են, իրենց ոլորտի մեջ առաջատար բժիշկներ են, հիվանդանոցների ղեկավարներ են, շատ-շատերը, թույլ տվեք անուններ չհիշատակել, բայց շատ-շատերը նաև նշում են, որ պետք է նշանակված անձը լինի այնպիսին, որը կարողանալու է խնդիրներին, այս ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին կոնկրետ ռադիկալ լուծումներ տալ։ Հիմա Հռիփսիմե Հունանյանի գործոնը հաշվի առնելով դուք օրինակ նաև որպես նախարար ինչ կարծիք ունեք։ Ես դա գործոն չեմ դիտարկում, որ ասում եք գործոնը հաշվի առնելով։ Տիկին Հունանյանը հանդիսանում է ազգային ժողովի падգամավոր եւ որևէ տեղ պահանջ չկա, որ պետք է ազգային ժողովի падգամավորը կամ անգամ հանձնաժողովի նախագահ ունենա բարձրագույն կրթություն։ Չկա նման պահանջ եւ Տիկին Հունանյանի հետ կոմունիկացիան շատ լավ է ստացվում, մենք շատ լավ աշխատում ենք իրար հետ եւ պիտի մարդու նաեւ աշխատանքի արդյունքներով ուրեմն նրան վերաբերյալ կարծիք կազմենք։ Ես կխնդրեմ, որ շատ չշտապել կարծիքներով, այլ հնարավորություն տալ, որ անձը դրսևորվի, ես վստահ եմ, որ նա իսկապես շատ լավ դրսևորվելու է եւ շատ շատերը, որոնք շտապել են, փոխելու են իրենց կարծիքը։
օրենքի պարտադիր պահանջ չկա բարձրագույն կրթության հետ կապված, բայց հասկանալի է, որ ցանկալի է, որ ոլորտները ղեկավարեն կոմպետենտ եւ նաեւ իրենց գրագիտությամբ բավականին, հա, այսպես աչքի ընկած մարդ։ Ես կարծում եմ, որ Տիկին Հունանյանը գրագետ է, Տիկին Հունանյանը շատ նվիրված անձ է եւ Տիկին Հունանյանը ամեն ինչ անելու է ոլորտի հարցերին ծանոթանալու, դրանք բարձրաձայնելու եւ մենք իրար հետ այս ընթացքում էլ շատ սերտ աշխատում ենք։